Միասնիկյան պողոտայում իրեն զեբրի տեղ դրած էշ տեսնելը խառնաշփոթ առաջացրեց նախ տեղում, ապա լրահոսում։ Զարմանալի է, թե ոնց կարա զեբրը վանդակից դուրս գա դիմի փախուստի։ Զեբր է փախել գազանանոցից, առավոտյան 8:05 րոպեին է ոստիկանությունն նահազանգ նստացել։ Այստեղ էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոնց է փախել։ Վանդակից։ Տարածքում գտնվողներից մեկը կասկածում է, արդյոք ավանակ է։ Զոլերը տեղում են, բայց վայրի կենդանու համար շատ համեստ է պահում իրեն։ Արթնացրեց առավոտը ԱԻՆ-ի զանգը, ճշտում էին արդյոք համապատասխանում է իրականությանը, թե չէ, ես միանգամից հերքեցի։ Կենդանաբանական այգու փոխտնօրենն ասում է, միանգամից է հերքել, որ այգուց զեբր է փախել, որովհետև անհնար էր, ասում է։ Ցանցապատը այնքան բարձր է, որ զեբրերը ուղղակի չեն կարող ազատավանդակը լքեն։ Բոլորին հրավիրեցին համոզվելու Մարտին, Մոնան ու Մամին, այգու 3 զեբրերը ծնված 5 տարի առաջ Հարավային Աֆրիկայում իրենց ազատավանդակում են, հիացնում են այգու մայիսմեկյան այցելուներին։ Այդ դեպքում ով է Միասնիկյանի մայթին հայտնված մոլորյալը, պարզվեց կենդանու մասնակցությամբ գովազդային հոլովակ է նկարահանել հայաստանյան մի նորաստեղծ ընկերություն, որի խորհրդանիշը զեբրն է։ Մոտեցումը ինչքան շատ խոսեն մեր մասին, այդքան լավ, բայց ինչու ներկել ու ֆոտոսեսիայի քարշ տալ շուկին։ Նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում եւ օգտագործվել են կենդանու համար անվտանգ էկոլոգիական ներկեր։ Կենդանաբանական այգում սակայն չեն ողջունում ավանակին զեբրի զոլերով պողոտա հանելու այս մոտեցումը։ Չգիտեմ, ինչ ներկեր է օգտագործվել, հնարավոր է, որ օրգանիկ ներկեր են օգտագործվել, որոնք ուղղակի վնաս չեն հասցնում, բոլոր դեպքերում կենդանու հանդեպ դա որոշակի ոտնձգություններ է, հա, որը իմ համար ընդունելի չէ։ Նման էր շատ զեբրին։ Պահիտակ հա, հետո հասկացանք, որ չէ, ամեն դեպքում վզի հատվածին չկար էլի այդ իր մազերից։ Մեծ ակաժներով զեբրա չի լինում, էլի, չափերը տարբերությունը մարդու գոտքից մի քիչ էր բարձր ընդհանրեն այդ նկարի մեջի կենդանին։ Ավանակին ներկած ընկերությունն այսօր հրապարակային առաջարկ է հղել կենդանաբանական այգուն։ Ուզում են ստանձնել այգում ապրող զեբրերի խնամքը, ապահովել նրանց հարմարավետ կյանքը։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվողները տարակուսում են։ Ինչպես կարելի է մի կենդանու տանջել, դնել աննորմալ իրավիճակում եւ այսպիսի վերաբերմունք դրա նկատմամբ ցույց տալ անպատասխանատու, իբրև թե ուրիշ կենդանու պաշտպանելու համար։ Propose կենդանիների պաշտպանության բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը անընդունելի, անհեթեթ ու անտրամաբանական ակցիա է համարում այս ամենը։ Կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն, որը հակասում է նրա բնականon վարքին, տվյալ դեպքում ավանակի նկատմամբ տարբեր նյութերի կիրառումը, նրան ստիպել ինչ-որ գործողություն անելը, բերել քաղաքային միջավայր, որտեղ նրա անվտանգությունը հնարավոր չի ապահովել, էլ մեջ բերել, որ դրա համար կա տիրոջ թույլտվությունը, բացարձակ անընդունելի է։ Կենդանաբանական այգուց դեռ չեն հստակեցնում, ընդունելու են զեբրերին հովանավորելու առաջարկը ավանակին ներկած ընկերությունից։ Փոխտնօրենը շեշտեց, կենդանիներին գովազդներում ներգրավելուն դեմ են։ Անմիջապես գովազդներում ներգրավելու բոլոր դիմումներ, ներկա ապագա ապառնի, ես միանշանակ դեմ եմ լինելու։ Այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ապշում է, ինչպես է իշուկը զեբր ներկայացվել, ով է հավատացել, դրանք գենետիկորեն, նաև տեսքով բոլորովին տարբեր են։ Կենդանուն ներկելն ու ցուցադրելը կենդանաբանը համարում է նրա բարեկեցության սկզբունքին հակասող։ Իշուկը գույք չէ, ունի էմոցիաներ ու սթրեսից հեռու մնալու իրավունք։ Կենդանիներն էլ ունեն իրենց բնավորությունը, սովորությունները, ցանկությունները, հոգեբանությունը, կենդանի նույնպես բավականին էմոցիոնալ էակներ են։ Որտեղ է անսպասելի գրիմով հայտնի դարձած իշուկը։ Ընկերությունից վստահեցրին, նա արդեն ֆերմայում է, լողացած։